Ձեր մասին եմ խոսալու։ Գնացեք, լսեք, լավ, կաբինետում կլսեք։ Տիկին Էլինար Վարդանյանը ԲՀԿ-ի ժամանակ շատ խոստումնալից պատգամավոր էր, թե հետո ինչ եղավ այս գործիչի հետ, տենց էլ չհասկացանք։ Լավ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ մի քանի արձանագրում պետք անել։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը, որևիցե տեղ եկեղեցու հետ որևիցե խնդիր չունի։ Հավատքի հետ ոչ որևիցե խնդիր չունի եւ այս խոսակցությունը վերաբերվում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են եւ բոլորը այս խնդիրների մասին խոսել են եւ հավասարության նշան դնել եկեղեցու եւ Կտրիչ Ներսիսյանի միջև կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են։ Եկեղեցում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակ ունեն։ Դե գործող ինչ որ մարդ կա, որը որտեղ ղեկավար է, ոնց են երեկվա միտինգներին տարբեր կազմակերպություններից մարդկանց տանում, այտենց ստիպում տանում էին, այտենց էլ շատ մարդիկ ստիպված պաշտոնի կարգավիճակի բերումով գնում են եւ ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։ Բայց այն մարդիկ, ովքեր որ առատավորում են, պետք է հեռանան եւ ես վստահ եմ, որ իրենք հեռանալու են։ Երեք պարոն Մինասյանը այստեղ ազգային ինքնության մասին էր խոսում եւ ընդհանրապես ազգային բառը շատ է սիրում ինքը, բայց եկեք հասկանանք այդ ազգային այնուամենայնիվ որն է այդ պատկերացումը, իրանց պատկերացումը եւ մեր պատկերացումը։ Մեր պատկերացման մասին մենք շատ ենք խոսել։ Դա ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունն է, իրական Հայաստանի Հանրապետությունն է, որով մենք անկախացել ենք եւ որով որ մենք ապրում ենք։ Պարոն Մինասյանի պատկերացումը դա 004 շրջաբերականի ազգային տարբերակն է, հա, գիտեք այդ շրջաբերականի մասին, կաշառակերությունն է, դա կոռուպցիայի եւ ֆեոդալական համակարգի երկիրն է, որտեղ կա ֆեոդալ, որը փող է ծախսում, երկիչ երկչույները փող են ստանում հարսանիքների ժամանակ, հələ մի քիչ էլ ավել են տալիս, հա, մնացածը ինչ որ միջոցառումներ են կազմակերպում, այն մյուսը աշխատանք ունի այդ ֆեոդալի հաշվին եւ այդ ֆեոդալական տենց պուճուր ֆեոդալիկների հավաքածու է, որը տենց իր մեծությամբ տենց որ երկիր է։ Այդ է արժեքային եւ բան համակարգը, իսկ իդեալի մեջ այդ ամբողջը համապարփակ, տենց ինչ որ պարփակված է մի մեծ ավելի հետաքրքիր պետական միավորի մեջ, մի հատ մեծ ինչ որ դաշնության մեջ եւ այլն։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է եկեղեցու խոսակցության մեջ, որ եկեղեցու կողքը կանգնած հայտարարած մարդիկ հիմնականում կաթոլիկ են եւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ են։ Այսինքն իրանք այնքան են կանգնած, որ այլ եկեղեցու ներկայացուցիչներ են եւ դրա մասին որևիցե մեկը չգիտես թե ինչու չի խոսում։ Բայց միևնույն ժամանակ այդ նույն անձնավորությունները, որոնք որ խոսում էին խմբակների մասին, որոնք հոխորտում էին Հայաստանի Հանրապետության հասցեին, հələ մի հատ պատկերացրեք, որ այն երկրում, որտեղ որ իրանք փող են աշխատում եւ բնակվում են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, կես բերան մի հատ ասեին այն խմբակը, որ այսօր ղեկավարում է Ռ տառը, ասեին ինչ կլիներ իրանց հետ։ Ինչ կլիներ իրանց հետ։ Չէ, քանի վարքյան կտևեր, բայց Հայաստանում կարելի է ասել, չէ՞։ Հայաստանում դե ժողովրդավարություն է, Հայաստանում ինչ ուզում ես ասում ես, կարելի է ասել։ Հետո կգան կհավաքվեն դատարանի մոտ եւ այլն։ Պարոն Գեգամ Մանուկյանը բանակից էր խոսում, պարոն Գեգամ Մանուկյանին եւ մեր գործընկերներին, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ որևիցե կապ ունեն, առաջարկում են բանակ բառը լսելիս ձև անել, որ իրանք դահլիճում չեն։ 2000-ից 2002 թվականին ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետության բանակում, այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահն էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, Սերան Օհանյանը առաջին բանակային կորպուսի հրամանատարն էր։ Այսինքն մի հատ ընդհանուր բուկետ էր sense մի հատ լավ։ Ես կարող եմ ժամերով պատմել, թե ինչ էր կատարվում մեր բանակում։ Ինչպես էին մի հատ սրիկա ոչնչություն կար, որ կանգնում էր ճաշարանի դռան առջև եւ ռետինե բանով, մահակով 18 տարեկան երեխաներին, ովքեր որ մտնում էին հաց ուտելու, հարվածում էր։ Ուղղակի էր հարվածում։ Ուղղակի հարվածում էր։ Ուղղակի երեխեք եկել էին հաց ուտելու։ Մի հատ ուրիշ ոչնչություն գիշերը
որս էր կազմակերպում, զորամասը եւ քաղաքը բաժանում էր պուճուրիկ մի տարածք եւ գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնային քաղաք, հոկտեմբերյան քաղաք, ուշադրություն, ուտելիք հայթայթելու։ Պատկերացնում եք, ուտելիք հայթայթելու ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ այդ սրիկան դուրս էր գալի որսի, մի հատ այնց ջիպ մեքենա ուներ ու բռնում էր երեխաներին եւ ծեծելով բերում էր։ Իր համար դա զբաղմունք էր, ինքը իր բանը չէր կատարում։ Ինչ էին կերակրում, ինչ էին հագնում։ Այդ շորը, որ հագնում էինք, հանելուց հետո շորը տպված էր վրեքս։ Շորը վրեքներս տպված էր։ Այդ նаш բաները։ Իսկ խմելու ջրի մասին, լողանալու մասին ընդհանրապես չէ։ Ուրա Սերյան Օհանյանը, ուզում եմ հասկանամ, ուրա առաջի բանակային կորպուսի հրամանատարը, ուրա Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարը, որ մեծ խոսում են, ուր են դրանք, Ռոբերտ Քոչարյանը, որ բերանը ծռելով մեծ խոսում է, ուր են, թող գան ինձ եւ հազարավոր այն զորամասը, որտեղ ծառայել եմ, ու չեպկայ ա եղել, եւ ամեն 6 ամիսը մեկ երեխեք են եկել գնացել, ուր են այդ դոլարավոր միլիոնատերները, թող գան ինձ պատասխան տար, ինչի են մեր ուտելիքը, ինչի էր բանի մեջ, ամանի մեջ լցնում էին եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կներեք որ պատմում են, բայց պետք է շփոթել էսի միլիոնատերների երեսներին, էլի։ Կտրտում էին, լցնում էին կաղամբ, կարտոֆիլ ու կիլկիվ տոմատնամ սոուսի, եռացնում էին ու տալիս էին երեխեքին։ Իսկ հաց ստանում էինք 7-ից 10 օրը մեկ, այդ հացը փաթաթում էին թաց շորի մեջ, դուք պատկերացնում եք հացը 7-10 օր փաթաթված, ուր են սրանք, ուր է այդ հայրմեր չիմացող մարդը, որ մեծ փրթում է, գիտի իրա փողեր իրան փրկելու, հա, այնքան կարամ պատմեմ, որ կամ Քրիստինեն Վարդանյան, պատերազմից 5 րոպե առաջ ապա, այդ ինչ ինֆորմացիա ունես, ինչ պատերազմից 5 րոպե ապակաս, բան եք անում, ուղղություն եք ցույց տալիս, պատերազմից 5 րոպե պակաս չի, մի անհանգստացի, հետ ինֆորմացիա ուղարկի, ասա չանցավ, չկարողացա համոզեմ, որ պատերազմին 5 րոպե ապակաս մի կրակեք, մի հարցակվեք։ Տեղավորենք բանտերում, որ մեկիտ ենք տեղավոր է բանտերում, այնքան մարդ կա ստեղ բանտեր տեղավորելու համար, որ տենց քաղաքական տեղավորելու ուլներ, բանտերում տեղ չեր ելնի, բանտերում տեղ չեր ելնի, հերթով բոլորիդ կտեղավորենք բանտերում մարդկանց խափելու, ստելու ու ուրիշների համար աշխատելու համար։ Բաղրամյան գնացեք եւ տեսեք, այդ Բաղրամյանի մասին նոր իմացար, 2 անգամ ստեղ լսում ա եղել, բա ուր է իր Տիկին Վարդանյան, թե Թագուհի Թովմասյանի պես գնա երեք գնաց նստեց կողքները նկարվեց գնաց տուն։ Մի հատ է դու գնա նստի, նկարվի գնա տուն, ինչ ա եղել, կգաս տեղ հետո ելույթ կունենաս։ Եվ վերջում, որպես ազգային ժողովի նախագահ, որպես մարդը, որ պետք է ապահովի ազգային ժողովի բնականոն գործունեությունը, Լևոն Քոչարյանին եւ Իշխան Սաղաթելյանին ասեք թող այնուամենայնիվ վերադառնան դալիճ, իրանց բան չի լինի ստեղ։ Վերջի տարբերակով կանանցով կպաշտպանեք, էլի։ Թող վերադառնան, ամոթա նիստերը ավարտվում են։ Հայկ Ալումյան